Ցանկացած մարդու լեզվով կարող եմ խոսեմ էլ իրանց հետ։ Անցեք, ամենաբարդ փուլը նկարահանումն է։ Կարող գնաք, եկեք անցեք։ Չէ, լավ, էսի կտրեք։ Լավ, եկեք զրոյից էլի մտա։ Ես Արտուրն եմ, աշխատում եմ Զով սուպերմարկետների ցանցում որպես փոխտնօրեն։ Ես միացել եմ Զովքին 2018 թվականի հունվարից։ Ծանոթների միջոցով տեղեկացա, որ Զով սուպերմարկետներում արդեն բացվում էր նոր եւս մեկ մասնաճյուղ։ Հաջորդ օրը գնացի Քաջոզնի մասնաճյուղ։ Գնացի որպես պայեստապետ, չգիտեի որտեղից սկսեի, բայց ես իմ վրա վստահ էի։ Ամեն ինչին խառնվում էի, ամեն ինչին։ 2 տարի աշխատանքից հետո ես դիմեցի իմ տնօրենից, ասեցի կարիերային աճ եմ ուզում։ Մեկ նոր մասնաճյուղ բացվելուց հետո ղեկավարը զանգեց ինձ, ասեց արի ընդունի։ Մի խանութը դառավ 2 խանութ, 2 խանութը դառավ 3 խանութ եւ այդպես շարունակ։ Այս պահին ունեմ 9 մասնաճյուղ, որ իմ ենթակայության տակ է ուղիղ ղեկավարը ես եմ։ Մենք բոլորս փոխկապակցված ենք նամանավանդ մեր աշխատանքի մեջ։ Մեկս մեկին եթե չլրացնենք, բոլորիս աշխատանքն էլ տենց ինչ-որ օֆիցիալ սահմանների շրջանակում կարող է չստացվի։ Ամենաշատը սիրում եմ ֆորս մաժորային իրավիճակները եւ էներգիա ներշնչող միջավայրը։ Ճիշտ ժամանակի այդ ֆորս մաժորային իրավիճակներից պետք է կարողանաս դու քեզի չկորցնես ու շատ արագ կողմնորոշես ու ճիշտ որոշումներ կայացնես։ Բարդային առումով, որ օրվա մեջ պետք է հասցնես այդքան հարցերի, այդքան խնդիրների պատասխան տաս։ Ժամը 7-ից մինչև գիշերը 1-ը ինձ քնել չկա։ Կընդունվես Զովքում, թե մեկ այլ հաստատությունում աշխատանքի, պետք է ունենաս բարձր պատասխանատվության զգացում։ Ամեն ինչ անես, որ քո աշխատանքը ստացվի, ել կարողանաս քո աշխատանքից մի լումա ավելանես։ Զովքը ինձ համար դարձել է առօրյա։ Արդեն 9-րդ տարին է, իմ առօրյան է։ Իմ առօրյայի մի մասն է։ Կլինեմ ընտանիքիս հետ, կլինեմ, չգիտեմ, ընկերներիս հետ դրսում տունը քնած, թե արդեն միշտ կապի մեջ եմ, միշտ։